Բարև ձեզ հարգելի ֆուտբոլասերներ։ Եթերում Շավիտայմ հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Բարեկամներ, այսօրվա թողարկումը փոքրինչ կտարբերվի նախորդ հաղորդումներից։ Եվ այսպես Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկեց աշխարհի 2026 թվականի առողջության ընտրական փուլը։ Նախ սեպտեմբերի 6-ին մեր ընտրանին հյուրընկալեց խմբի առաջատար Պորտուգալիայի հավաքականին, իսկ ընդամենը 3 օր անց հյուրընկալեցին արդեն Իռլանդիայի ընտրանուն։ Այս երկու հաղորդումները կվերլուծենք կամ փոփենք հեռուստա եւ ռադիո հաղորդավար Եգոր Գլումովի հետ։ Բարև ձեզ Գորջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, որ ինձ հրավիրել եք։ Ընդհանրապես ֆուտբոլասեր եմ։ Շատ ավելի խելացի մարդկանց կարող եք կանչել, որ վերլուծեն, խաղը ասեն ինչու, ոնց, ինչու, ինչպես, ոնց։ Բայց կարծում եմ ֆուտբոլասերի կարծիքը եւս կարևոր է։ Հուսամ, որ ֆուտբոլասերի կարծիքը կարևոր է մեր երկրում, որովհետեւ ֆուտբոլը խաղ է, որ առաջին հերթին խաղում են հենց ֆուտբոլասերների համար։ Իհարկե, համաձայն եմ։ Ոչ թե կառավարության անդամների համար, ոչ թե ֆեդերացիայի նախագահի համար, այլ ֆուտբոլասերների համար այդ խաղը։ Իհարկե, ճիշտ է, լսել ենք այս ընթացքում մասնագետների կարծիքներ, ֆուտբոլիստների կարծիքներ են խաղերի վերաբերյալ, այս անգամ արդեն իստում է ժամանակներ, որպեսզի նաև ֆուտբոլասերների կարծիքը լսենք։ Մի փոքր ետ գանք Գորջան, մինչ ընտրական փուլի սկսելը մենք ունեցանք նոր մարզիչ։ Ինչ կասեք Եղիշե Մելիքյանի հավաքականը գլխավորելու հետ կապված այդ նորությունը, ինչպես ընդունեցիք եւ Եղիշե Մելիքյանին երկար տարիներ ճանաչում եմ անձամբ, գիտեմ, որ շատ լավ ֆուտբոլիստ էր եւ հիանալի մարզիչ, մարդ, որը կարողանում է լեզու գտնել տարբեր ֆուտբոլիստների հետ, հիանալի մոտիվատոր է, մարդ, որը երբեք չի մտածում նրա մասին, ունի թիմում աստղեր, թե չունի, աշխատում այն ֆուտբոլիստների հետ, որոնք որ կան եւ ամենակարևոր գծերից Եղիշե Մելիքյան մարզիչ պետք է ընդգծեմ, որ յուրաքանչյուր խաղին յուրովի է մոտենում։ Չեն կարող ասել, որ Հայաստանի հավաքականը այսուհետ խաղալու է այս սխեմայով, ինչպես որ Փյունիկը օրինակ միշտ խաղում է այս սխեմայով, չկա այդպես բան։ Փյունիկը տարբեր թիմերի հետ խաղում էր տարբեր ձևերով, յուրաքանչյուր թիմին մոտենալով այնպես ինչպես որ մտածում է Եղիշե Մելիքյանը եւ այդ խաղերի մեծամասնության մեջ փաստորեն ինքը ճիշտ էր։ Այդ իսկ պատճառով շատ ուրախ եմ, որ Եղիշե Մելիքյանը դարձավ հավաքականի գլխավոր մարզիչ։ Զարմացած եմ եւ ուրախ եմ։ Զարմացած եմ, որովհետեւ բոլորս գիտենք, որ Եղիշե Մելիքյանը ուներ կոնֆլիկտ ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, բայց ըստ երևույթի հանուն հենց այն խաղի, որ սիրում են միլիոնավոր ֆուտբոլասերներ, Եղիշե Մելիքյանը կարողացավ միգուցե ինքը իր երկի կոկորդին կանգնել եւ ինչ որ բաներ անել հավաքականի հետ։ Ուրախ եմ եւ մաղթում եմ Եղիշե Մելիքյանին եւ մեր թիմին հաջողություններ։ Հետո հայտնի դարձավ ու մինչ Մելիքյանի ընտրվելն էր հայտնի դարձել խումբը Պորտուգալիա, Հունգարիա, Իռլանդիա։ Երբ իմացաք ովքեր են մեր մրցակիցները, ներկուստ ինչպես եք մտածում, իրատեսական էր խմբից դուրս գալը, թե ոչ։ Երբ իմացա, միանգամից ուղեղումս հնչեց հերթական անգամ, ցավոք սրտի, հերթական անգամ անպագորգոր բառեր կլսենք հազարավոր, միգուցե միլիոնավոր տարբեր մարդկանցից։ Բայց ի պատիվ Եղիշե Մելիքյանին նա օրինակ չի ասում, որ մենք առաջի տեղն ենք գրավելու, չի ասում, որ երկրորդ տեղն ենք գրավելու, չի ասում, որ դուրս են գալու տարբերություն շատ-շատերի։ Սթափ է մոտենում շատ, ես էլ իր նման հասկանում եմ, որ շատ դժվար է լինելու Պորտուգալիայի հետ պայքարել, դժվար է լինելու Հունգարիայի հետ պայքարել, չմոռանանք, որ Հունգարիա հավաքականում հիանալի խաղացողներ կան, որ խաղում են ուժեղագույն ուրեմն չեմպիոնատներում եւ չմոռանանք նաեւ Իռլանդիայի մասին, չնայած արդեն Իռլանդիային մեկ անգամ կարողացան կրել։ Լավ խաղ, բավականին լավ խաղ ցույց Գանք ամենասկզբից եւ այսպես Պորտուգալիա, Գորջան, ճիշտ է, Պորտուգալիան կարծում եմ երբևէ նման ուժեղ կազմ չի ունեցել, բայց սպասելիքների մեջ փոքրինչ դրական
բանկար թե ամեն դեպքում Պորտուգալիանը միևնույն է։ Նայեք, գիտեք ինչ, խնդիրը ոչ թե նրանում է, որ միգուցե եթե Երեշե Մելիքյանը ավելի շուտ կարողանար դառնալ մեր հավաքականի մարզիչ, միգուցե խաղը այլ կերպ դասավորվեր։ Բայց քանի որ սա առաջի խաղն էր եւ Երեշե Մելիքյանը անգամ ընկերական խաղեր չի կարողացել, իրականում նա տղաների 80%-ին ճանաչում է միայն հերոստատեսությամբ, կամ էլ այն մի քանի խաղը, որ փորձել է տեսնել։ Եվ ըստ երևույթի Պորտուգալիայի խաղը դա ընկերական խաղ կարելի է համարել, որովհետև Երեշե Մելիքյանը ինչ որ բաներ իր համար գծում էր, տղաները ինչ որ բաներ իր համար հասկանում էին։ Ես Հայաստան-Պորտուգալիայի խաղի սպորտային մասը մի կողմ կդնեի, այնտեղ այլ խնդիրներ կային, որոնք որ ինձ թվում է ավելի սարսափելի էին, սկսած տոմսերը վաճառելուց, վերջացրած այն իստերիայով, որը որ Կրիշտիանո Ռոնալդոյի շուրջ էր, ինչպես միշտ անհասկանալի ինձ համար եւ անընդունելի, դրա մասին արտահայտվել եմ, եւ իհարկե գիտեք ինչ, երբ որ Կրիշտիանո Ռոնալդոյի նման աստղերը պարզա որ ամեն օր չեն գալիս մեր երկիր, պարզա որ շատ մարդիկ աչքերները բացել են եւ տեսել են Կրիշտիանո Ռոնալդոյի խաղը եւ շատ մարդիկ սիրահարվել են այդ խաղին հենց իր շնորհիվ, այո, պարզա որ մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է աշխարհի, բայց չէ որ նա եկել է խաղալ քո հավաքականին, ինչպես դու կարող ես հակնել, անգամ եթե դու երեխա ես, հակնել Կրիշտիանո Ռոնալդոյի շապիկը եւ գալ մարզադաշտ երկրպագելու իրեն։ Դա ինձ համար մի քիչ անհասկանալի է, իհարկե անհասկանալի է այն ամենը ինչ որ տեղի ունեցավ Կրիշտիանո Ռոնալդոյի եւ երկրպագուի միջև հյուրանոցում, բայց այդ ամեն ինչը ջնջվեց իհարկե, երբ որ Կրիշտիանո Ռոնալդոն երջանկացրեց Ռոբերտին արդեն մարզադաշտում։ Այսինքն եւս մի քանի պլյուսիկ Կրիշտիանո Ռոնալդոյի կարմային այդ ամենից հետո, այդ վերաբերմունքից հետո այդ տղային, որը որ իսկապես ապրում էր այդ ամենով, բայց կրում էր Հայաստանի հավաքականի շապիկ։ Դա կարևոր է ինձ համար։ Դրա համար խաղի մասին անիմաստ է խոսել, որտեվ իսկապես ոչ թե մի գլուխ բարձր են, այլ եկեք հասկանանք, որ Պորտուգալիայի հավաքականը կարող էր 2-3 կազմ հանել եւ մեր տղաներին ջախջախել, որտեվ մեր տղաները շատ գում էին, մեր տղաները անգամ չգիտեին ինչ անեին շատ դեպքերում եւ այդ շատ դեպքերը ոչ միայն կապված էին պաշտպանության հետ, այլ նաեւ առաջին գծում, կարծես թե միայն Տիգրան Բարսեղյաններ հարվածում, միջին գծում Էդուարդ Սպերցյան այդ խաղում չերևաց, հաջորդում երևաց, Կրասնոդարում նորից երևաց միացավ, բայց այդ խաղի ժամանակ կարծես թե չկային տղաները, քնած էին կամ բոլորը սպասում էին իսկապես թե ում է վերջում Կրիշտիանո Ռոնալդոն շապիկը տալու։ Թե պարզապես լարված են, որ մրցակիցը Պորտուգալիան է այդ մտքից։ Սիկ, սպորտսմեն են իրանք, բոլորը արհեստավարժ սպորտսմեններ են, չէ։ Պետք է պատրաստ լինեն։ Հիմա դու կապ չունենք, հիմա այն իրավիճակում ենք մենք ապրում, որ յուրաքանչյուր փոքրիկ ակումբային թիմ կարող է խաղալ աշխարհի լավագույն թիմի հետ։ Իհարկե։ Այսօր Չեմպիոնների լիգան տեսեք, քանի թիմ են խաղում։ Տեսեք որ Բուդե Գլիմտը տղաները, որոնք որ չգիտեմ որտեղից են կամ Կայրատի տղաները խաղալու են, Կայրատը խաղալու Ռեալի հետ։ Դե պատկերացրեք, հիմա Ռեալը գա ու 7-0 իրաց ջախջախ կենա։ Չէ, պայքար են տալու եւ սա միգուցե իրենց կյանքի, իրենց կարիերայի ամենակարևոր խաղերից մեկը։ Հասկանում եք։ Ու անգամ եթե իրենք խաղան 1-1 կամ 0-0 կամ 2-1 պարտվեն, դա 5-0 չի։ 5-0 չի։ Հասկանում եք։ Պարզա որ եթե մենք Վրաստանին ենք պարտվում 6-1, Պորտուգալիայից 5-0-ն սպասելի էր, բայց դե խնդիրները ակնհայտ են իհարկե, շատ կարճ ժամանակ ուներ Երեշե Մելիքյանը ներողություն, եւ նա կարողացավ թիմը հավաքել եւ մենք Իռլանդիայի հավաքականին էլ ավելի խոշոր հաշվով կարող ենք գրել, քան գրեցինք խաղով եւ դա է իսկապես ուրախացնում։ Գորջան, իսկ Վարազդատ Հարոյանի բացակայությունը արդյոք զգացվեց Պորտուգալիայի խաղին թե ոչ։ Իհարկե զգացվեց եւ խնդիրը ոչ միայն նրանում է, որ մենք լավ պաշտպան չունենք, այլ խնդիրը նրանում է, որ Վարազդատ Հարոյանը բացի նրանից, որ նա լավ պաշտպան է, նա
լիդեր է եւ մարդ է, որը որ կարող է բղավել դաշտում, զայրանալ դաշտում, տղաներից թափեցնել, հավաքել, իրար գլուխ հավաքել վերջով եւ դա է շատ կարեւոր եւ ինձ թվում է որ եթե Եղիշե Մելիքյանը կարողացել է ֆուտբոլի ֆեդերացիայի հետ լեզու գտնել, ապա կարող էր նաեւ պետք է նաեւ Հարոյանի հետ լեզու գտնել, ուղղակի ստե պարզա որ մենք նաեւ պետք է լսենք Վարազդատին, Հարոյան եւ Եղիշե Մելիքյանը, որտեղ Եղիշե Մելիքյանը նու բարձրաձայնել է որ նա պատրաստ է, բայց Վարազդատը Վատոն շատ կտրուկ ասեց որ նա չի ուզում աշխատել Եղիշե Մելիքյանի հետ, ինչ պատճառներով, բայց եկեք բոլորս նորից հասկանանք որ սա մեր Հայաստանի հավաքականն է եւ շատ դեպքերում հիմա գիտեք ինչ ես շատ դեպքերում շատ մարդկանց քննադատում եմ կամ բարձրաձայնում եմ այն ինչ որ մտածում եմ, բայց համոզված եղեք որ երբ որ ինձ հարցնում են դրա մասին օրինակ դրսից տարբեր լրագրողները ես այդպես չեմ արտահայտում, որտեղ հասկանում եմ որ այնինչ որ կարող եմ ես ասել հայերեն հայերի համար, դա այն չէ ինչ որ ես կարող եմ ասել օրինակ ռուսերեն այլ աշխարհի համար, դրա համար ինձ թվում է որ Վարազդատը եւ պարոն Մելիքյանը պետք է նստեն սեղանի շուրջ եւ խոսեն, որ եթե Վարազդատը ունի ակումբին թիմին բան տալու ապա նա պետք է վերադառնա եւ եթե Եղիշե Մելիքյանը մտածում է որ Վարազդատը մեր թիմին կարող է տալ ինչ որ բան, իսկ նա հաստատ ինձանից շատ լավ գիտի եւ շատ ավելի շատ գիտի, ուրեմն պետք է հրավերեն Հարոյանին։ Համաձայն Գորջան տեսեք 5-0 Տիգրան Բարսեղյանը առանձին հրաշալի խաղում իր թիմում, Սպերցյանը նշեցիք իր թիմում։ Մեկ գոլ եւ վերջ ցավոք սրտի։ Մեկ գոլ Ինչն էր պատճառը, որ նույնիսկ մեկ գոլ չկարողացանք։ Լսեք, դե Համագործակցությունը պատճառն էր, որ Տիգրան Բարսեղյանի հարվածներից ոչ մեկը գոլ չդարձավ։ Պատճառն էր, որ միջին գիծը չէր կարողանում ժամանակին մատակարարել գնդակներ առաջ։ Պատճառները շատ են, հետո միգուցե օրն էր այդպեսին, ինչ ասում։ Ռեալն է 6 գոլ կերե, Բարսելոնան էլ է 4-0 կրվե։ Օրա, խաղա, չես կարող այսպես ասել։ Պորտուգալիան լավ տրամադրությամբ դուրս էր եկել, համոզված են, որ հաղթելու են եւ անգամ Կրիստիանո Ռոնալդոյի չկայացած հետրիկը նրանց չխանգարեց, այս անգամ հետրիկ չարեց Կրիստիանո Ռոնալդոն, շնորհակալություն Կրիստիանոին դրա համար։ Ինչ ասեմ, դե հետո ցավալի պարտություններ, բայց երբ որ օրինակ մտածում ես, որ Նորվեգիան Մոլդովան ջախջախել է 11-1 հաշվով, այն մի գոլն է Մոլդովան ինքը իրան չի խփե, Նորվեգիան այո, խփե ինքը իրեն, լավ, այսինքն վատից վատն է կա, էլի։ Համաձայն եմ։ Տեսեք 5-0-ից հետո հերթական փորձություն Իռլանդիաներ, դուք որպես ֆուտբոլասեր ունեք մտավախություն, որ տղաները կարող են մի հատ խոսք ասում դուխաթափ եղած լինեն ու կրկին խոշոր հաշվով պարտությունը կրկնվի։ Եղիշե Մելիքյանի պարագայում ոչ, համոզված է որ Եղիշե Մելիքյանը կարողանա հավաքի նրանց, որտեղ ասում են որ Եղիշե Մելիքյանը հիանալի մարդ է, որը որ թևավորում է ֆուտբոլիստներին։ Ճիշտ խոսք նշեցիք մոտիվացնում է, այո, մոտիվատոր է, հիանալի։ Հիմա նայեք, մենք բոլորս պետք է հասկանանք շատ པարզ բան, չնայած շատերը միգուցե չեն հասկանում, բայց հիմա բարձրաձայն է որ հասկանան, հավաքականի գլխավոր մարզիչը չի սովորեցնում մարդկանց ֆուտբոլ խաղալ։ Նրա մոտ գալիս են պատրաստի ֆուտբոլիստներ, որոնք որ արդեն ամեն ինչ պետք է իմանան ֆուտբոլում, որովհետև նրանք խաղում են, այսինքն նրանք սերուցքն են ազգի։ Այդ սպորտաձևում ազգի սերուցքն են։ Պատկերացրեք, որ Արտուր Ալեքսանյանը կամ Արսեն Հարությունյանին գլխավոր մարզիչը սովորեցնի ոնց պետք է ինչ որ հնարքացում անի կամ հնար կատարի։ Դա մարազմա, չէ՞։ Արտուր Ալեքսանյանին դա սովորեցրել հայրիկը փոքր հասակում, երբ որ Արտուր Ալեքսանյանը 5, 6, 7, 8 տարեկան էր։ Նույնը ֆուտբոլիստներին, այսինքն նրանք գալիս են պատրաստի ֆուտբոլիստներ նույն պլյուս-մինուս քաշով, հասակով, ֆիզիկապես ուժով, վազելու ցանկությամբ եւ այլն։ Այսինքն երբ որ եթե մենք վերցնենք համեմատենք Մեսսին, Կրիստիանո Ռոնալդոին, Հոլանդին, չգիտեմ, Վան Դայքին, Յամալին,
Սպերցյանին, Բարսեղյանին, Հենրիկ Մխիթարյանին, Սելարյանին, որ միգուցե ինչ որ մի հատ այլ մոլորակային տանք, ինքը կասի, որ այս մարդիկ իրար նման են 0.001% տարբերությամբ։ Բայց տեսեք այն մարդիկ ոնց են վազում, այն աչքերից ինչա թափում ու համեմատեք մեր ֆուտբոլիստների հետ։ Դա է խնդիրը։ Այսինքն Եղիշե Մելիքյանը ուղղակի պետք է յուրաքանչյուր ֆուտբոլիստին ասի, որտեղ պետք է նա խաղա եւ ինչ ֆունկցիաներ պետք է կատարի։ Եթե տղաները ուղեղ ունեն ու լսելու ունակություն, ապա ինչ կանեն։ Եվ Իռլանդիայի հավաքական այդ խաղը ապացուցեց, որ մենք այո կարող ենք, որովհետեւ թե ֆիզիկական ուժով Իռլանդացիք մեզանց ուժեղ էին, թե երկրորդ հարկում ավելի լավ են խաղում։ Ես ունեմ մտավախություն, որ մենք էլի խնդիրներ ենք ունենալու, երբ որ եզրերից գնդակները գան հասնեն ուրեմն Տուգանային հրապարակ։ Բայց տեսեք, որ Եղիշե Մելիքյանը այդ հարցը կարողացավ լուծել այն թիմի հետ, բրիտանական թիմի հետ, որը որ տենց ավելի շատ է խաղում, քան Պորտուգալիան։ Իհարկե։ Բայց կարողացան, փաստորեն Եղիշե Մելիքյանը կարողացավ տղաներին հասցնել այն ամեն ինչ պետք է։ Հիմա պետք է ուղղակի կարողանանք այդ նույն մակարդակով խաղը, որակով խաղը ցույց տալ դուրսը, Ահել եւ շարունակել։ Ну, պահելը, չգիտեմ, ցույց տալ, այո, ցույց տալ դուրսը, որտեղ ունենք Հունգարիայի հետ խաղ, Իռլանդիայի հետ խաղ դուրսը, Պորտուգալիայի հետ խաղ, շատ կարևոր են եւ անդադ ամեն անգամ մենք հասկանում ենք, որ 1-2 կարևոր միավոր են կորցրել, որ կարող ենք չկորցնել։ Օրինակ, վերջի րոպեին գոլ բաց թողելով, անհասկանալի 11 մետրանոց մեր գլխին սարքելով, այդ տենց խնդիրներից պետք է խուսափել, իսկ տենց խնդիրներից խուսափելը ամենալավ ձևը իհարկե մի քանի գոլ ավել խփել։ Իհարկե։ Վերջ։ Ապահովագրել հաղթանակը։ Այո, ֆուտբոլը շատ հասարակ եւ པարզ խաղն է, ասեմ Գվարդիոլան ասում ընդհանրապես պետք է գնդակը վերցնես եւ գոլ խփես։ Վերջ։ Ոչ մի դժվար բան չկա։ Ուղղակի պետք է դա անես ու աշխատես դա անել գոնե 1 գոլով ավելի շատ, քան արել է քո դիմացի թիմը։ Համաձայն եմ։ Պաստորեն կարող ենք իհարկե փաստել, կարծում եմ շատերը կհամաձայնեն մեզ հետ, միակ գործոնը, ու միակ չասեմ առաջնային գործոնը, որ մենք կարողացանք Իռլանդիային հաղթել, Եղիշե Մելիքյանի դերն էր, որ կարողացավ տղաներին համախմբել եւ Ես չեմ հիշում ումից եմ լսել, ում հարցազրույցներից էր, այս վերջերս մեր հայ լրագրողներից, որ հարց էին տվել, ասել են Հայաստանի հավաքականի ուժեղագույն կողմը որն է, ասեց Եղիշե Մելիքյանը։ Եվ դա իսկապես Եղիշե Մելիքյանը այսօր մեր թիմի համար թող ոչ մեկ ինձանից չնեղանա տղաներից, շատ ավելի կարևոր է ազգանուններ չտամ, քան յուրաքանչյուր ֆուտբոլիստ։ Որովհետև Եղիշե Մելիքյանի գործոնը շատ է։ Ու ոչ թե որ նա այնքան հայտնի մարզիչ է, որ դիմացի թիմը տեսնելով նրան, չէ, մենոնք են ճանաչում, Երիկա պետք չի։ Հետո կճանաչեն։ Ինձ թվում է, որ մի քանի տարի որ հավաքականի հետ աշխատի, միգուցե նաև հետո գնա ինչ որ եվրոպական ակումբում դառնա մարզիչ։ Բոլոր այդ նախադրյալները ունի միանշանակ։ Իսկ եթե ներողություն Եղիշե Մելիքյանը կարողացավ հենույն վերադարձնել, դա կլինի արդեն ֆանտաստիկա։ Ֆանտաստիկ։ Եղիշե Մելիքյանը կայացրեց որոշում, որը շատերի համար անակնկալ էր, փոքրինչ անակնկալ, բոլորը սպասում էին, որ թիմի ավակի թևկապը կկրի Սպերցյանը, բայց տեսանք Բարսեղյանի։ Արդյոք Բարսեղյանը փայլուն կերպով որպես թիմի ավակ առաջնորդեց թիմին։ Նայեք, ես չգիտեմ արդյոք թե ոչ արդյոք, ուղղակի կարող եմ համեմատականներ տանել, որ միգուցե Սպերցյանը այնպիսի մարդ է, ում հոգեվիճակը ավելի նման է Լեոնել Մեսսի, որը որ երկար տարիներ էփվեց հավաքականում, տասնյակ, մինչև դարձավ թիմի ավակ, ոչ միայն որովհետև նա կապում էր այդ թիմի ավակի, այլ նաև իր հետևից տանում էր Արգենտինայի հավաքականը։ Միջև այդ այո, նա ամենալավ խաղացողն էր տարիներ շարունակ, տասնյակ տարի, 20 տարի լավագույն խաղացող էր Արգենտինայի։ Բայց կային մարդիկ, որոնք որ շատ ավելի բարձր էին գոռում, շատ ավելի ավտորիտետ ունեին, կոպիտ ասած, շատ ավելի բան ունեին ասելու, Մեսսին միգուցե բան չուներ ասելու հավաքականի տղաներին, ինքը խաղում էր, խաղում էր իր ստացվում էր, չէ ստացվում չէ։ Իսկ հետո եկավ այդ ժամանակը ու ինչ որ բան ճտաց Մեսսիի գլխում։ Ճտաց ու Արգենտինան է դարձավ ուրիշ թիմ։ Հիմա միգուցե Սպերցյանն էլ է այդպիսի, որտեվ ես ապարզա որ Կրասնոդարում նա ավակ է, բայց ես համաձայն եմ Եղիշեի հետ,
որ եթե լիներ Վարազդատը հաստատ Վարազդատների լինի հավաքը, իսկ եթե կա Տիգրան Բարսեղյանը ինձ թվում է, որ ունի բոլոր այդ հատկությունները, որ թիմը իր հետևից տանի։ Եվս մեկ ֆուտբոլիստ եմ ուզում անդրադառնալ Գորջան։ Հրանտ Լեոն Ռանոսը վերադարձավ, Խփեց գոլ վերջապես տեսանք խաղում, արդյոք այս գոլը կարող է ապացուցել, որ Ռանոսը արժանի է հավաքականում խաղալուն, թե նախ գիտեք ինչ, մենք ցավոք սրտի իհարկե ամբողջ երկրագնդի վրա 11 միլիոն ենք, բայց խելքը գլխին 30-40 խաղացող չենք կարող գտնել։ Դրա համար յուրաքանչյուր խաղացող, որը որ այսօր կրում է հավաքականի մարզաշապիկը, մեզ համար պետք է ոսկու գին ունենալ, եւ եթե Ռանոսի նման տղային Գերմանիայում գտել են, վերել են, ուրեմն հաստատ արժանի է։ Եվ նա իր խաղով ապացուցեց, որ այո, արժանի է։ Ուրիշ բան, որ Գերմանիայում նա այդքան պրակտիկա չունի խաղային, երեգել մի քանի րոպե ընդամենը խաղաց, թիմը պարտվեց 4-0։ Միգուցե թիմը պետք է փոխի, միգուցե գնա ավելի թույլ լիգա, բայց ամեն շաբաթ խաղա։ Դա իր ընտրությունը պետք է լինի, հասկանում եք, ոչ մեկ չի կարող մտնել Ռանոսի գլխի մեջ եւ ասել, բայց շատ կարեւոր է, որ մարզիչը հասկանա, որ խաղացողը խաղային տոնուսի մեջ է, այսինքն ամեն շաբաթ նա բարձր մակարդակի վրա պետք է խաղա։ Բարձր կամ միջին, դու այդ միջինն էլ Հայաստանի առաջնությունից բարձր մակարդակում ունի։ Դա համար շատ կարևոր է, այո, մենք բոլոր այդ ֆուտբոլիստներին պետք է գնահատենք ու շնորհակալություն ասենք, որ նրանք խաղում են մեր հավաքականում եւ ես համաձայն չեմ այն մարդկանց հետ, որոնք որ ասում են հավաքականում խաղալը մեծ պատիվ է յուրաքանչյուրի համար, այո, մեծ պատիվ է, անշուշտ, բայց մենք պետք է շնորհակալ լինենք, որ մարդիկ պատվով այդ մեծ պատիվը տանում են առաջ։ Տանք գնահատական։ Այո, մենք պետք է գնահատենք այդ։ Հետո այնց որ մարդիկ խոսում են ֆուտբոլիստների լիքը փող են ստանում կամ չգիտեմ ընդ բառը գնաց կպավ այսքան միլիոն տվեք, դրամ տվեցին, դե գնացեք փորձեք հələ, փորձեք դուք էլ։ Դա 10 րոպե պարապեք կամ 10 րոպե խաղացեք կամ 10 րոպե դուս եկեք տատամի կամ գորգ, տեսենք հեշտ է թե հեշտ չի, կամ բոքսի ռինգ մտեք։ Ամենահեշտը նստել եւ խոսալն է, իհարկե, ոչ մի բան համաձայն եմ։ Մինչ հոկտեմբերյան խաղերին անդրադառնալ է, ամփոփենք այս երկու հանդիպումները, ինչ դասեր պետք է քաղի մեր ընտրանին այս երկու խաղերից, եթե ամփոփիչ երկու խաղերը այսպես լսել գլխավոր մարզչին, չվախենալ, անել այն ինչ որ դու կարող ես անել, բայց անել մաքսիմալ լավ։ Պետք չի փորձել հեծանիվներ հորինել, պետք չի։ Եթե մենք չունենք Յամալի նման խաղացող, ուրեմն մենք այլ կերպ պետք է խաղանք։ Մենք պետք է խաղանք այնպես, ինչպես որ կարող ենք խաղալ առանց Յամալի նման խաղացող։ Այնպես շատ ճիշտ նշեցիք, լսել մարզչին։ Այո, լսել մարզչին, հասկանալ մարզիչը ինչ է ուզում եւ հասկանալ, որ վերջով մարզիչը եւ թիմը դա մեկ մարմին է եւ նրանք պետք է մեկ ուղղությամբ շարժվեն։ Հիմա ոնց որ ամուսինները տանեմ, եթե մարդը մի բան ասի, կինը մի բան ասի, իսկ եթե իրանք երկուսով խելքի տան ինչ որ նույն համաձայնության կան, նույնը մեր հավաքականում։ Կարճ անդրադառնանք նաև սպասող խաղերին, տեսեք դուք նշեցիք Հունգարիան շատ ուժեղ մրցակից է, կարծում եմ նաև ավելի ուժեղ քան Իռլանդիան, ինչ է կարծում Գորջան, ինչ մարտավարություն պետք է ընտրի մեր հավաքականը, որպեսզի դիմակայի ճնշմանը։ Նորից եկեք Երեշե Մելիքյանի, այսպես ասած, գործերի մեջ չխառնվենք, մեզան շատ ավելի լավ գիտի, ըստ երևույթի երկրորդ համարով խաղալը լավ պաշտպանվել եւ շատ արագ կտրուկ հակագրողներ կազմակերպել, այնինչ ստացվում էր թիմում, ստացվում էր ամենայն դեպս եւ վերջ կան մի քանի խաղացող, որոնց որ պետք է ուշադիր լինել շատ, Սաբոսլայը իր հերվից ուժգու հարվածներով եւ այլն, ինձ թվում է որ մնացածը Երեշե Մելիքյանն ինձանից լավ կարող է ասել եւ նորից եմ ասում այն մարզիչներից է, որը որ շատ է ուսումնասիրում հակառակորդ թիմը եւ ճիշտ որոշումներ է ընդունում 70-ից 80% դեպքերում, այդպես ասենք, իր խաղային պրակտիկայի որպես մարզիչ։ Իռլանդիան տեսեք կանի ամեն ինչ, որպեսզի ռևանշի հասնի։ Արդյոք հույս ունենանք, որ եթե նույնիսկ նույն խաղաոճով խաղանք, նույն կերպ խաղանք, բայց երկրպագուների աջակցությունը իրենց
չի խանգարի մեզ տանը եւ դրսում խաղալու հետ կապված։ Նայեք, ես խոսել եմ մեր տարբեր ֆուտբոլիստների հետ, այս հավաքականի նախկին հավաքականների ու նրանք ասում են, որ իրականում դուրսը խաղալը իրենց համար դժվար չէ եւ յուրաքանչյուր ֆուտբոլիստ նորից, քանի որ արեստավարժ է, գիտի թե ինչպես են երկրպագում, պատկերացրեք, երբ որ Սպերցյանը Կրասնոդարի հետ գնում է Սանկտ Պետերբուրգ, ինչ է կատարում այնտեղ, կամ գնում է Մոսկվա Սպարտակի դեմ խաղալ կամ ՑՍԿԱ-ի կամ Դինամոյի, այսինքն այդ մարդիկ ամեն ինչ տեսել են։ Ցելարյանը Արգենտինայում է խաղացել։ Պատկերացրեք այնտեղ ինչ է կատարում։ Այսինքն այդ մարդիկ իրանց համար հավատացեք, որ միևնույն է։ Հա, պարզ է, որ շատ կարևոր է, որ երկրպագում են, գոռում են, գոչում են, ուղարկում են, բայց շատ դեպքերում ես որպես ջյուդոիստ կարող եմ ասել, որ դու ես գալի տատամի հետ, ոչ մի կողքերդ ոչ մի բան չես լսում, անգամ մարզիչին չես լսում այդտեղ։ Դու ես ու քո հակառակորդը, անջատում ինչ որ բան։ Դրա համար, եթե Եղիշե Մելիքյանը կարողացավ տղաներին լավ ուստանովկա անել, ամեն ինչ լավ է լինելու, ես համոզված եմ։ Եթե տղաները կարողանան, նորից եմ ասում, յուրաքանչյուրը անի մաքսիմալ, ինչ որ իրանից այդ պահին պետք է։ Վերջ։ Գորջան եւ չխախտելով իհարկե Շավիթային հաղորդաշարի ավանդույթները, վերջում կցանկանամ տալ ավանդական 10 հարց, որ տալիս եմ բոլոր հյուրերին։ Եթե մեկ բառով նկարագրեք ինքներդ ձեզ, որ բառը կլինի դա։ Ինձ։ Այո։ Ալարկոտ։ Եթե մեկ բառով։ Որ հատկանիշն է կարևորում առավել շատ մարդու մեջ։ Ազնվություն։ Ով է պատմության լավագույն մարզիկը։ Պատմության լավագույն կարող եք նույնիսկ մի քանիսին ասել։ Հա, Մայքլ Ջորդան, Մեսսի, Մայքլ Ֆելփս, Յուրիկ Վարդանյան, Տեդի Ռիներ ջյուդոիստ։ Դժվար է առանձնացնել։ Երևանում որն է ձեր սիրած վայրը, Գորջան։ Մեր տունը։ Լավ պատասխաններ։ Եթե հնարավորություն ունենայիք ժամանակը ետ տալ, ինչ կփոխեիք ձեր կյանքում։ Իմ կյանքում ուզում եմ ասեմ մի քիչ շուտ կամուսնանայի, բայց կինս փոքր կրներ։ Ոչինչ չի փոխի։ Կրկին մի քիչ այսպես դժվար հարց կարող եք մի քանիսին նշել, մեծագույն հայը բոլոր ժամանակներում կառուցնացեք մի քանիսին։ Մեսրոպ Մաշտոց, Նարեկացի, Անդրանիկ, Մոնթե։ Շատ են, իրոք շատ են մեծագույն հայերը։ Ինչ է ձեզ համար ընկերությունը։ Եթե այսպես փորձեք կարճ սահմանում։ Իմ կյանքի շատ կարևոր մի մաս, առանց որի ես ոչինչ չեմ կարող անել եւ ոչ մեկին պետք չի ըստ երևույթի, որովհետեւ իմ երեխաներն են իմ ընկերները, իմ կինս էլ է իմ ընկերը եւ եկեք չմոռանանք, որ մարդը առաջին անգամ կյանքում ազատ ընտրություն անում իր ընկեր ընտրելուց։ Դա համար շատ կարևոր բան է ինձ թվում է յուրաքանչյուր մարդու կյանքում։ Բացի Հայաստանից ուրիշ որ երկրում կապրեիք։ Բայց Հայաստան վերադառնալով թեկուզ։ Որ ասես միշտ ցանկացել եք այդ երկրում ապրել։ Իսպանիա, Իտալիա, Հունաստան, այսինքն այն երկրներ, որոնք որ ինձ եւ հայերիս հոգեհարազատ են իմ մոտիկ են եւ որտեղ որ մենք զգում ենք մեզ ինչպես տանը։ Իր որը միշտ ձեզ հետ է։ Իր որը միշտ ինձ հետ է հենց ֆիզիկական իր մասը։ Այո։ Մատանիշ, ամուսնական։ Եվ վերջում, կա ինչ որ բան, որի համար ափսոսում եք։ Ես անձամբ։ Այո։ Որ չեք արել կամ արել եք, բայց։ Որ չեմ արել։ 90-ական թվականներին պետք է լինեի 90-ականների սկզբում պետք է լինեի ավելի համառ եւ մասնակցեի նաեւ առաջինացել պատերազմին։ Շատ շնորհակալ եմ Եկորյան։ Խնդրում։ Զրուցակիցս Եգոր Գլումովն էր։
Իսկ մենք սիրելի ֆուտբոլասերներ, եկեք լինենք մեր հավաքականի կողքին, հավատանք եւ սպասենք նոր հաղթանակների։ Ձեզ հետ Շավարժ Հարությունյանն էր, կհանդիպենք ցտեսություն։